Երկրորդը, որը իսկապես ազդեց Արցախի այս աշխարհաքաղաքական եւ հակամարտային կոնֆլիկտի վրա, դա ուկրաինական պատերազմն էր։ Ռուսաստանը ըստ էության 2022 թվականից խրվելով այս բավականին հյուծիչ եւ արյունալի եւ հսկայական ռեսուրսներ տանող հակամարտության մեջ, ենթարկվելով շատ խիստ պատժամիջոցների, պետք է ելքեր փնտրեր ինչ-որ միտեղ պատժամիջոցները հաղթահարելու եւ ինչ-որ միտեղ կանխելու երկրորդ ճակատի բացումը։ Արևմուտքը երկրորդ ճակատի բացումը տեսնում էր մի քանի տարածաշրջաններում, բայց ամենաառաջնայինը Հարավային Կովկասում եւ նրանց, այսպես ասած, խաղադրույքը Վրաստանի վրա էր։ Չմոռանանք, որ Վրաստանը դարձավ շատ արագ տեմպերով Եվրոմիության անդամության թեկնածու, Վրաստանի իշխանությունների վրա բավականին լուրջ ճնշում էր գործադրում, այդ պատմությունները, հատկապես Ղարիբաշվիլիի խոստովանությունը, որ ուղղակի առաջարկ է եղել երկրորդ ճակատը բացել Օսեթիայում եւ Աբխազիայում Ռուսաստանի դեմ, այս ամեն ինչը ռուսական իշխանությունները գիտեին, ռուսական ծառայությունները գիտեին եւ երկրորդ ճակատի բացումը կանխել եւ նաեւ հաղթահարել պատժամիջոցները Ռուսաստանի արտաքին քաղաքականության գերակայություններն են, իհարկե ուկրաինական ճակատից հետո։ Ինչպես կարող էր Ռուսաստանը հաղթահարել սա, այստեղ շատ կարևոր էր այն, որ մի քանի մեծ պետություններ, տնտեսական մեծ պոտենցիալ ունեցող երկրներ, որոնք սահմանակից էին Ռուսաստանին եւ տիրապետում էին Ռուսաստան գնացող կոմունիկացիաներին, ինչպես տրանսպորտային, այնպես էլ էներգետիկ, չմիանան պատժամիջոցներին։ Եվ դրանց մեջ էր իհարկե եւ Թուրքիան, եւ Իրանը, եւ Հնդկաստանը, եւ Չինաստանը, Թուրքիայի հետ արդեն տանդեմ կազմող նաեւ Ադրբեջանը։ Բնականաբար Ռուսաստանը չէր կարող Արցախը հայաթափելու եւ Արցախի հանրապետությունը ոչնչացնելու այդ պլանի մեջ շատ ակտիվ դերակատարում ունենալ ի օգուտ հայկական շահերի, չնայած իհարկե խաղապահների ուղարկումը, որը շատ մեծ ծախսեր էր պահանջում, եւ պատերազմի կանխումը նոյեմբերի 9-ի համաձայնագրով, որով ըստ էության Արցախ հանրապետությունը պահպանվում էր, ամեն դեպքում դա ռուսական դիվանագիտության եւ ռուսական միջամտության, ռուսական ուժային ճնշման արդյունք էր։ Այդ բոլորի մեջ արևմուտքը ոչ մի դերակատարում չի ունեցավ, ոչ մի ծպտուն չի հանել։ Եվ ահա այս երկու հանգամանքները արևմտյան պետությունների ռազմաքաղաքական պլանները կապված հետխորհրդային տարածությունում Ռուսաստանի ազդեցության չեզոքացման եւ Հարավային Կովկասում նրա իրականացրած պլանների հետ, ինչպես նաեւ Ռուսաստանի այս ոչ պարզ եւ բավականին բարդ իրավիճակ, այս բոլորը հանգեցրին նրան, որ Արցախի հարցը լուծվեց այս կերպ։